Ըստ խնդրի պետք է գտնել կարելի է արդյոք շախմատի ձիով սկսել A1 վանդակից և այցելել շախմատի տախտակի բոլոր 64 վանդակները առանց որևէ վանդակ կրկնակի այցելելու։ Շատ լավ, ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ Դե առաջին հայացքից կարող է թվալ, թե այս խնդրի պատասխանն է ոչ ու ինչ-որ ձև մենք պետք է դա ցույց տանք։ Բայց իրականում այս խնդրի պատասխանն է այո և ընդհակառակը մեզ պետք է գտնել օրինակ։ Իսկ ոչի համար միգուցե դուք մտածեիք, թե պետք է ինչ-որ քանակությամբ քայլեր անի կամ ձին ամեն քայլի իր վանդակի գույնը փոխում է, սակայն այս դեպքում ոչինչ մեզ չի խանգարում։ Ձին պետք է կատարի բոլոր 64 վանդակները այցելելու համար և սկսելով A1-ից նա պետք է կատարի 63 քայլ, որովհետև դեռ 63 վանդակ ունի այցելելու, իսկ այդ դեպքում կստացվի, որ նա սև վանդակով սկսում է ու ինչ-որ սպիտակ վանդակով կարող է ավարտել, որովհետև ամեն քայլի իր վանդակի գույնը փոխում է կամ միգուցե սպիտակով, բայց դա ոչ մի էական դեր չունի, որովհետև մեզ հստակ չի ասում, թե որ վանդակում պետք է ձին ավարտի իր այդ պտույտը բոլոր վանդակներում լինելուց հետո։ Ուստի պետք է այստեղ ուղղակի օրինակ փնտրել։ Կարող եք դուք օրինակը սկսել փնտրել ավելի փոքր կտորների վրա, օրինակ 4-ը 4 չափի տախտակի վրա, եւ այստեղից սկսեք ինչ-որ տրամաբանություններ նկատել, օրինակ հետևյալ ձև շարժվելու դեպքում, ահա այստեղ թող լինի 4-ը, դրանից հետո կարող ենք այստեղ գնալ 5, 6, 7, 8 ու արդեն այստեղից հետո տեսնենք ինչ կարող ենք անել։ Օրինակ այստեղ կարող է լինի 9-րդ քայլը, դրանից հետո հետևյալ դիրքում 10, 11, 12 ու արդեն այստեղից հետո չենք կարողանում տվյալ բային քայլ կատարել, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ առհասարակ։ Միգուցե տախտակն է մեզ մոտ շատ փոքր ու հարմար չէր, եւ եթե մենք ունենայինք ավելի մեծ կտոր այստեղ գայինք, դրանից հետո ինչ որ ձև գայինք այս վանդակ, դրանից հետո միգուցե գալիս ենք այստեղ, ու ինչ որ ձև կարողանում ենք հետ գալ հետևյալ վանդակը։ Այսինքն, ահա այս մասնավոր դեպքում մեր չկարողանալը, այդպիսի օրինակ գտնել չի նշանակում, որ ընդհանուրի համար չկա։ Ու հիմա ես ձեզ կներկայացնեմ մի օրինակ, որը գտել եմ ես մի քանի փորձերի արդյունքում, ու դուք նույնպես պետք է տարբեր ձևերով մտածեիք, թե ինչպես կարելի է ուղղակի բոլոր վանդակներում լինել, ու ինչ որ իրավիճակները չէին բավարարի, բայց ինչ որ իրավիճակ կբավարարեր պարտադիր։ Հիմա եկեք դիտարկենք այն օրինակը, որը ձեզ կներկայացնեմ։ Սկսում եմ մեզ մոտ A1 վանդակից։ Եկեք դեռ վերև գնանք, այնուհետև մի քիչ աջ կգնանք ու իջնենք ներքև, պտտվենք ներսի հատվածում։ Տեսնենք ինչ է ստացվում դրա արդյունքում։ Ինքն երկրորդ քայլի կլինենք B3 վանդակում, երրորդ քայլով կհայտնվենք A5 վանդակում, դրանից հետո ահա այստեղ կհայտնվենք, թող 5-րդ քայլում հայտնվենք D8 վանդակում, դրանից հետո ինչ անենք, իջնենք ներքև այս պահին, այսինքն C6 իջնենք, դա մեր 6-րդ քայլն է, դրանից հետո գնանք կողք, դա մեր 7-րդ քայլը, 8-րդ քայլը, 9-րդ քայլը, այնուհետև պետք է հասկանանք, թե որ կողմ ենք ուզում գնալ, որն է լինելու մեր 10-րդ քայլը, դրա համար տեսնենք, թե հետևյալ դիրքից մենք որտեղ կարող ենք գնալ, դե կարող ենք օրինակ այստեղ գնալ, այստեղ կարող ենք գնալ, այստեղ ու այլ իրավիճակներ ունենք, բայց եկեք թող 10-րդ դիրքը թող լինի այս ու փորձենք հետևյալ տարածքում պտտվել, ահա լցնել այս հարակուսու եզրագիծը։ Դա կլինի մեր 11-րդ քայլը, սա 12-րդ, սա 13-րդ քայլը ու վերջապես 14-րդ քայլում կհայտնվենք այստեղ։ Ինչ ենք անում մենք սրանից հետո։ Թող սա լինի մեր 15-րդ քայլը, 16-րդ քայլին մի քիչ էլ դեպի կողք գնանք ու այստեղից հետո արդեն կոնկրետ ինչ է պետք անել, դե կարող ենք իջնել ներքև, սա կլինի մեր 17-րդ քայլը, այնուհետև դեպի ձախ գնանք 18-րդ, 19-րդ ու սկսենք պտտվել մեր ունեցած արդեն վանդակների վրայով, որպեսզի նրանց կողքը լրացնենք։ Դա 20-րդ քայլն է, տեսեք, մենք եկանք այստեղ ինչ-որ պտույտ կատարեցինք ու դրանից հետո այսպես վրացինք ու սկսեցինք մեր արդեն քայլ կատարած վանդակների վերևը լրացնել։ Դա կլինի մեր 21-րդ քայլը, սա 22-րդ քայլը, սա 23-րդ քայլը, այնուհետև ունենք 24-րդ քայլում թող կա այստեղ, ու հիմա որոշենք, թե 25-րդ քայլը որտեղ կանի, դա նոր վանդակ ընտրենք եւ դա լրացնենք, 26-րդ քայլը կլինի սա, 27-րդը թող լինի այս վանդակում, 28-ը իջնի ներքև, այնուհետև 29-ը թող 16-ի թող կա արդեն լրացնի, ունենք հաջորդ քայլին, որ պետք է 30-րդ քայլը կատարի, թող իջնի ներքև, այնուհետև 31,
Դրանից հետո 32-րդ քայլն է մեզ անհրաժեշտ, բայց դեռ չգիտենք, թե որտեղ կարող է հարմար լինել։ Եկեք շարունակենք դեպի ձախ գնալ այս բանին, այսինքն սա կլինի մեր 32-րդ քայլը, սա 33-րդ, սա 34, 35, 36-րդ քայլը թող այստեղ լինի, ահա սա լինի 37, 38, եթե դեռ կարող ենք արդեն մեր ունեցածների կողքը լրացնել, եկեք դրանք լրացնենք։ Մեզ պետք է գտնել 39-րդը որը կանի, թող գա այստեղ 39-րդ քայլով, այնուհետև 40-րդ քայլով գանք այս վանդակ ու հետ գանք այս մեջտեղի կտորը, որտեղ մինչև այդ լրացրել ենք դրա շուրջը, բայց սա չէինք լրացրել, սա մեր 41-րդ վանդակն է, քայլն է 41-րդ, հիմա հասկանանք, թե ինչպես ենք այս կտորից շարունակում, դե սա թող լինի մեր 42-րդ քայլը ու պետք է գտնենք արդեն 43-րդ քայլի դիրքը, այստեղից փորձենք հասկանալ, թե որտեղ կարող են գնել, դե ահա այս դիրքերը մեզ մոտ դեռ ազատ են, ահա այս դիրքերից որևէ մեկը պետք է գնանք եւ միգուցե դեռ էլի ազատ դիրք ունենք, ահա 5 ազատ դիրք ունենք, բայց եկեք գնանք ահա այս կողմով, դա թող լինի մեր 43-րդ դիրքը, այնուհետև 44, այստեղ 45, բարձրանանք վերև 46, 47, սրանից հետո պետք է շարունակենք, այստեղ 48-ը կլինի, այստեղ 49 ու իջնենք այս պահին ներքև լրացելով ազատ վանդակները, ուղղակի սա 51-րդ, սա 52-րդ, 53-րդ, այստեղ կունենանք 54-րդ վանդակը, մեր քայլը այստեղ 55, 56, 57 ու տեսնենք, որ միակ ազատ վանդակը տարածքում սա է։ Ու դե իհարկե այս պահին մենք արդեն ավարտել ենք խնդրի լուծումը, որովհետև մեզ ուղղակի մնաց լրացնել մնացած վանդակները, 61, սա 62-րդ քայլն է, սա 63, իսկ սա 64-րդ քայլն է, և մենք ավարտեցինք մեր բոլոր վանդակներում լինելը, ու դա եղավ սպիտակ վանդակով ավարտ, այսինքն օրինակ պարտադիր կար, և այդ օրինակը պետք էր ուղղակի գտնել, ուստի այս խնդրի համար մեր պատասխանը կլինի այո, և մենք ունենք օրինակ, որը ներկայացված է արդեն, եթե պատասխան լիներ ոչ, մենք պետք է հստակ պատճառ ներկայացնենք, թե ինչու է ոչ, բայց պատասխանն է այո ու կա օրինակ, ու դե իրականում ամփոփում այս խնդրի համար շատ չկա, ուղղակի պետք էր մտածել ու փորձել ինչ-որ ձև օրինակ գտնել, նույնիսկ փոքր դեպքի համար, ու եթե չէր ստացվում, դա արդեն չէր նշանակում, որ մեծ դեպքի համար չկա, պետք էր փորձել այս փոքր դեպքի օրինակը ինչ-որ ձև մեծի վրա կիրառել, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։